Ուղիղ եթերում ենք շարունակում աշխատել, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Հայաստանի և Արևմուտքի հարաբերություններում առկա ջերմացումը նաև առնչվում է հարավային հարևան Իրանին, որը հաճախ խանդով է վերաբերվում Արևմուտքի ակտիվացմանը տարածաշրջանում։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, թե Իրանի հետ թյուր ըմբռնում չկա, հանդիպման վերաբերյալ էլ բացասական որևէ արձագանք չենք լսել։ Մենք իսկապես շատ լավ բարեկամական հարաբերություններ ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Մենք ունենք գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ բավականին արդյունավետ երկխոսություն, մենք մշտական կապի մեջ ենք եւ թյուր ըմբռնում որևէ չկա։ Դուք քիչ առաջ նշեցիք արձագանքները ապրիլի 5-ի շուրջ, որևէ բացասական արձագանք Իրանից չենք լսել։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ նշել էր, թե Հայաստանը Իրանի հետ հարաբերությունները չի փոխկապակցում այլ երկրների հետ հարաբերություններին։ Եվ շատ բարձր են գնահատում Իրանի հետ հարաբերությունները։ Իդեպ ասեմ, որ Իրանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական են, այն առումով նաև, որ կարողացել ենք Իրանի հետ իհարկե շատ բարդ քննարկումներ ունենալով, բաց անկեղծ խոսակցության շրջանակներում կառուցել շատ ամուր հարաբերություններ, այդ հարաբերությունները մենք չենք փոխկապակցում այլ երկրների հետ։ Իհարկե կարող եմ ասել, որ Հայաստանը ամբողջովին հետևում է սանկցիաներին, սա շատ կարևոր է արձանագրել, բայց մենք նաև աշխատում ենք Իրանի հետ եւ շատ բարձր են գնահատում Իրանի հետ հարաբերությունները եւ նաև շատ բարձր են գնահատում Իրանի դիրքորոշումը կապված շատ կարևոր հարցերի հետ, մեր ռազմավարական առաջնահերթությունների հետ։ Եվ այս առումով կարող եմ նշել, որ մենք շարունակելու ենք աշխատել եւ զարգացնել Իրանի հետ հարաբերությունները եւ կարող եմ եւս մեկ անգամ ասել, որ մենք բաց կմնանք Իրանի հետ այս երկխոսությունը շարունակելու առումով։ Անվտանգության խորհրդի քարտուղարը ասել էր, թե գոյություն ունեցող բոլոր հարցերը քննարկում են նաև Իրանի հետ, շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ։ Գոյություն ունեցող բոլոր հարցերը Իրանի հետ բարձր եւ բարձրագույն մակարդակով մենք քննարկում ենք եւ եթե Իրանը ինչ-որ հարց է բարձրացնում, մենք փորձում ենք հասցեագրել դա եւ սա շատ կարեւոր է եւ մենք շարունակել ենք այս ուղղությամբ աշխատել։ Կարծում եմ ընդդիմությունը նաեւ երևի այլ ազդեցությունների պատճառով այսպիսի մեղադրանքներն է Հայաստանին ներկայացնում, բայց ես կարող եմ ասել, որ շատ դեպքերում Հայաստանի եւ Իրանի ռազմավարական շահերը բնական են, շատ դեպքերում կարող է իշխանությունների հետ այդքան շատ կապված չլինեն, որովհետեւ դրանք ռազմավարական են, դրանք շարունակում են մնալ ռազմավարական եւ եթե լինում է մտահոգություն, մենք ինտենսիվ երկխոսության մեջ ենք։ Կարող եմ ասել, որ այնքան ինտենսիվության, որ կարող են շատերը չպատկերացնել էլ։ Այսինքն մենք խոսում ենք Իրանի հետ, մենք բացատրում ենք մենք քայլեր եւ շատ կարեւոր է մեր թափանցիկությունը։ Մենք թափանցիկ ենք բոլոր աշխատանքները կատարում։ Այս առումով եթե նույնիսկ հարցեր են լինում, մենք կարողանում ենք այդ բոլոր հարցերին պատասխանել։ Վերջերս Իրանում էր Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հայկական կողմի փոխանցմամբ Հայաստանի եւ Իրանի պաշտպանության նախարարները քննարկել էին պաշտպանական բնագավառում համագործակցության ընթացքը եւ զարգացման հեռանկարները, խոսել միջազգային եւ տարածաշրջանային հարցերի մասին, վերահաստատելով իրենց դիրքորոշումները Հարավային Կովկասում երկարատև խաղաղության եւ կայունության հաստատման վերաբերյալ։ Սուրեն Պապիկյանը հանդիպել էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Եվ ըստ իրանական աղբյուրների փոխանցմամբ Ռայիսին Պապիկյանին ասել էր, թե Իրանը վերահաստատում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականության եւ սահմանների փոփոխության անթույլատրելիության հարցում իր հաստատակամ դիրքորոշումը եւ տարածքային ամբողջականության ու ազգային ինքնիշխանության հարգումը, տարածաշրջանի հարցերին օտարների չմիջամտելը տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների հիմք է համարում։ Ռայիսին ընդգծել էր, որ Իրանն աջակցում է ցանկացած քայլի, որն ուղղված է Կովկասում կայունության եւ խաղաղության ամրապնդմանը։ Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Իրանի միջև համագործակցության, այդ թվում պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերը միմյանց ներկայացրել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները։
Իսկ ավելի վաղ Իրանում էր փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու նպատակով։ Իրանի նախագահն ընդունելով Գրիգորյանին հայտարարել էր, որ համաձայն չեն կարգավորման անվան տակ արտառեգիոնալ խաղացողների ամրապնդմանը տարածաշրջանում։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհիդ Սոբհանին էլ Նյուզեյմի հետ զրույցում անդրադարձել էր Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների ջերմացմանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի տարածաշրջանային այցին, նշել, թե Հայաստանի իշխանություններից հավաստիացումներ են ստացել, որ այդ հարաբերություններն ուղղված չեն Իրանի դեմ։ Այո, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՆԱՏՕ-ի, նաև Եվրամիության դիտորդների հետ կապված մեզ վստահեցրել է, որ այդ համագործակցություններն Իրանի դեմ չեն։ Կասկած չունենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ ուղով է գնալու։ Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ վերլուծական նյութեր չկան նաև Իրանի պարսկատար մամուլում, միայն պաշտոնական լուրերն են Բրյուսելի հանդիպման և խոստացված նպատակների և Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի արձագանքների մասին։ Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանն առաջին լրատվականի հետ զրույցում նշել է, թե Իրանը ոչ թե ընդունում, այլ ըմբռնումով է մոտենում բրյուսելյան արդյունքներին։ Ես մի քիչ զգուշավորությամբ կմոտենայի ասել ընդունելի է, բայց կարող եմ ասեմ ըմբռնելի է։ Հատկապես այն, որ ասացի, քանի որ բարձրաստիճան այրերը արդեն թափանցիկորեն իսկ որ պետք է իրար փոխանցել են, հավանաբար փոխադարձ այդ վստահությունը այս մակարդակին առայժմ այս րոպեից դա կա։ Ես այսպես ձևակերպեմ, ամենայն դեպս Իրանի համար երբ մատնանշում է, որ օտար ռեգիոնից դուրս օտար ուժերի չի սիրում և չի ցանկանում տեսնել, դա չմոռանանք, որ ամենայն դեպս ռեգիոնում աշխատող երկրները, այս պահի նկատի ունեմ 3+3-ի ֆորմատի երկրները, բոլորը ունեն իրենց ուրիշ ուժերի հետ շփումները։ Լինի Ադրբեջանը, Իսրայելի է, Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ եւ այլն։ Հետևաբար, եթե Իրան դա մատնանշում է, ինձ թվում է ինչ-որ առումով ակնարկ ունի հենց նաեւ այդ երկրներին եւ ոչ միայն Հայաստանին։ Եվ զուգահեռ նրան իր համար հետևաբար այս կարևորագույն հանդիսանում է հետախուզական, տեղեկատվական մակարդակի եւ ռազմական մակարդակի ներկայությունները իմաստնավորի, որովհետեւ բնականաբար ճիշտ է Իրանի մտահոգությունը, որ Իրանի դիտանկյունից կխանգարի տարածաշրջանի Ըստ իրանահայ պատգամավորի, Թեհրանին անհանգստացնողը ոչ այնքան Արևմուտքի հետ ջերմացումն է, որքան հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը։ Իրանը փորձում է խորացնել հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության հետ, իսկ Հայաստանն այդ առումով դիտարկում որպես կամուրջ Իրանի և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև։ Բայց նաև չմոռանանք, որ քանի որ ներկա ժամանակահատվածում Իրանը տարբեր մակարդակի, տարբեր այսպես գիրույթներում ունի ընդլայնված հարաբերություններ Ռուսաստանի հետ, հետևաբար Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ներկան եւ ապական, ինձ թվում է նաեւ Իրանի համար կարեւոր է, թե ինչպես ձևակերպում կստանա, ինչ հանգրվաններից կարելի է անցնել հետագային, չմոռանանք, որ այս պահին Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է եւ Իրանն էլ արդեն իր հարաբերությունները խորացնում է վավերացման փուլի մեջ, հետևաբար միշտ Իրանում հնչել է, թե վերջի 2 տարվա մեջ հատկապես, թե իսկապես Հայաստանը կամուրջն է հանդիսանում դեպի ԵԱՏՄ եւ այս տերմինոլոգիան ու անուղղակիորեն տնտեսական գործոնից ելնելով նաեւ իր մեջ պարունակում էր աշխարհագրականը։ Հետևաբար իմ այս փոփոխությունները ինչ որ ասենք չասեմ սպառնալիքայի վնասի Իրանի տնտեսական զարգացման եւ հարաբերությունները ասենք թե սանկցիաների առումով թե զարգացման առումով եւ ինքնիստինքյան առնչակից է դառնում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եւ Իրան-Ռուսաստան հարաբերությունները, սրանք կարող է մտահոգություններ լինի, թե ապական որտեղ է գնալու։ Հիշեցնեմ, որ 2023 թվականի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում Իրանն ու ԵԱՏՄ-ն ստորագրեցին ազատ առևտրի վերաբերյալ ընդլայնված համաձայնագիր։ Վարչապետ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ողջունել էր Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը։ Армянская сторона приветствует подписание соглашения о свободной торговле с Ираном. Подписание полноформатного соглашения поспособствует укреплению торгово-экономических, логистических и транспортных связей с Ираном и позволит подвести прочную договорную основу под совместные планы.
Փաշինյանը տևական բոյկոտից հետո էր մեկնել Ռուսաստան։ Ըստ վերլուծաբանների հենց իրանական կողմն է խնդրել, որ Փաշինյանը մասնակցի։ Հակառակ դեպքում ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիր չէր կնքվի։ Ուշադրություն է գրավում այլ հանգամանք։ Ռուսաստանյան Նեզավիսիմայա գազետան ծավալուն մեջբերում է արել Բաքվի Ատլաս վերլուծական կենտրոնի տնօրեն Շահին Օղլուից, որ քննադատության սլաքներն ուղղել է Իրանին։ Իրանի իշխանությունները մշտապես հայտարարում են, որ տարածաշրջանի հարցերով պետք է զբաղվեն միայն տեղի երկրները, բայց Հայաստանի վարչապետ Փաշինյանի ԱՄՆ եւ Եվրամիության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո համապատասխան հայտարարություն չի հնչեցրել, արձանագրել է ադրբեջանցի քաղաքագետը։ Ավելին նա սևեռված ուշադրություն է դարձրել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ձևակերպմանը, որ Հայաստանի հարցում Փարիզը եւ Թեհրանը միասնական դիրքորոշում ունեն եւ ավելացրել, հավանական է, որ Հայաստանի վերածումը խոշոր տերությունների պոլիգոնի բխում է Իրանի շահերից, քանի որ նա հաշվարկում է դրանից իր շահը ստանալ։ Եթե Հայաստանի, Արևմուտքի եւ Իրանի հասցեին ադրբեջանցի քաղաքագետի մերկապարանոց վերագրումներից վերացարկվենք, ապա կունենանք բավական հետաքրքիր հստակ պատկերացում։ Առնվազն Բաքվում տպավորություն են ունեցել, որ Թեհրանը պետք է դատապարտեր Բրյուսելյան խորհրդաժողովը, բայց դա տեղի չի ունեցել։ Բրյուսելյան խորհրդաժողովի վերաբերյալ Թուրքիայի բացասական տրամադրվածությունը նույնպես ակնհայտ է, բայց Անկարան կարծես որոշակի զգուշավորություն պահում է։ Եռակողմ բանակցությունների շուրջ տեսակետ չի արտահայտել նաև պաշտոնական Թբիլիսին, բայց Վրաստանը ի սկզբանե ռեգիոնալ 3 գումարած 3 ձևաչափից ձեռնպահ է մնացել։ Թեհրանը ընդհակառակը նման մի հանդիպում հյուրընկալել է, ֆորմալ հայտարարվել, որ հաջորդ հանդիպումը տարվա ընթացքում արդեն տեղի կունենա Թուրքիայում։ Եթե Իրանը, Հայաստան, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ երկխոսությունը սպառնալիք չի գնահատում, ապա 3 գումարած 3 ձևաչափը չի կորցնում արդյոք արդիականությունը։ Տեսականորեն այդպես է, բայց կա արդյոք երաշխիք, որ Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը չեն փորձի Իրանին տարհամոզել։ Խիստ էական է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հայտարարության խորքային իմաստը։ Ինչ ծրագրավորում կա, որի դեպքում Փարիզը եւ Թեհրանը Հայաստանի հարցով նույն դիրքորոշումն ունեն։ Դա կայուն, փոխադարձ շահերի վրա հիմնված կոնցեպտուալ նույնականություն է, թե իրավիճակային։ Ոչինչ իհարկե մշտական չէ, բայց Փարիզ-Թեհրան ինչ երկխոսություն կա կամ ինչ զարգացումներ է կանխատեսվում։ Ռուսաստանը բացահայտ սպառնում է տարածաշրջանային անկայունությամբ, Թուրքիան մտադիր է ամռանն Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում նոր ռազմագործողություններ սկսել, ընդ որում Անկարան հայտարարել է, որ այն հաշվի կառնի նաեւ Իրանի շահերը։ Մեկ այլ թեմայի մասին։ Հունական Կաթիմերինի պարբերականը բացառիկ տեղեկություն է հայտնել, որ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ գեներալ Դմիտրիս Ուպսիսն արդեն այս շաբաթ կմեկնի Հնդկաստան բավական հագեցած օրակարգով։ Երկու երկրներն իրենց պատմության ընթացքում առաջին անգամ կստորագրեն ռազմական համագործակցության ծրագիր, որը ներառում է համատեղ վարժանքներ եւ այլ միջոցառումներ զորքերի 3 տեսակների՝ ցամաքային ուժերի, նավատորմի եւ ավիացիայի, նաեւ հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ։ Պարբերականը նշում է, որ երկու երկրների գլխավոր շտաբներն արդեն պատրաստել են ուսուցման լիարժեք համատեղ ծրագիր, որի շրջանակներում Հունաստանի զինված ուժերը կմասնակցեն Հնդկաստանում կայանալիք միջոցառումներին եւ հակառակը։ Նախատեսվում է նաեւ համատեղ մասնակցություն միջազգային զորավարժություններին, գործակցություն տեղեկատվության փոխանակման, բարձր տեխնոլոգիաների եւ նորարարությունների ոլորտներում։ Գեներալ Հուպսիսը հանդիպելու է իր գործընկեր Անիլ Չաուհանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Կքննարկի երկկողմ ու տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Ըստ աղբյուրի քննարկելու են նաեւ սպառազինությունների հարցերը։ Հունաստանին օրինակ հետաքրքրում է Բրահմոս նախագիծը։ Բրահմոսը գերձայնային հականավային հրթիռ է, որը ռուս-հնդկական համատեղ մշակում է, բայց այսօր արտադրվում է միայն Հնդկաստանում։ Հրթիռն ունակ է ձայնի արագությունը գերազանցել մոտ 2.5 անգամ եւ արձակվում է սուզանավերից, նավերից, առափնյա հարթակներից կամ ինքնաթիռներից։
Հույն եւ հնդիկ գեներալները քննարկելու են նաեւ իրավիճակը Մերձավոր Արևելքում, Կարմիր ծովում ասպիտ գործողությանը, հույների մասնակցության հնարավորությունը, նաեւ Հնդկաստան, Մերձավոր Արևելք, Եվրոպա միջանցքի իրականացման հարցերը։ Հունաստանը եւ Հնդկաստանը նոր են սկսել իրենց դիվանագիտական եւ ռազմական սերտ համագործակցությունը։ Անցած տարվա փետրվարին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն այցելել է Նյու Դելհի, Նարենդրա Մոդիի հետ պայմանավորվելով խորացնել համագործակցությունը անվտանգության, կիբերպաշտպանության, ենթակառուցվածքների եւ տնտեսության ոլորտներում։ 2023 թվականի օգոստոսին հաջորդեց Հնդկաստանի վարչապետի այցը Աթենք։ Հնդկաստանը ձգտում է մեծացնել իր ներկայությունը միջերկրական ծովում, միայն 2023 թվականին Հնդկաստանը մասնակցել է 3 զորավարժությունների։ Հույն հնդկական քաղաքական ու ռազմական համագործակցությունը անմիջականորեն իհարկե բխում է Հայաստանի շահերից, երկու երկրների հետ էլ Հայաստանը սերտ գործակցություն ունի։ Հայաստանը եւ Հունաստանը ռազմական ոլորտում համագործակցության երկար փորձ ունեն, հայ կուրսանտներն ամեն տարի ուսուցանում են Հունաստանի ցամաքային զորքերի Էվելպիդոն ակադեմիայում։ Հնդկաստանն էլ վերջին տարիներին դարձել է Հայաստանին ամենաշատ զենք մատակարարած երկիրը։ 2021 թվականին Հնդկաստանից Հայաստան է առաքվել 4 Սվաթի ռադար։ 2022-ի սեպտեմբերին հնդկական լրատվամիջոցները հայտնել էին, թե Հնդկաստանը Հայաստանին մատակարարելու է $244 միլիոն արժողությամբ զենք եւ զինամթերք, մասնավորապես պինակա համազրկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ ու այլ զինամթերք։ 2023-ի ապրիլին Հնդկաստանի պաշտպանության նախարարության արտահանվող զենքի վերաբերյալ ցանկից պարզ դարձավ, որ Հայաստանը պատվիրել է Մարգ 155 տեսակի ինքնագնաց հաուբիցներ։ Հայտնի են նաև Հայաստանին հնդկական Աթաքս հաուբիցներ, անօդաչուների համար նախատեսված նռնակներ, ակաշ համալիրներ, զեն հակադրոնային համակարգեր առաքելու մտադրության մասին։ Հունաստանի եւ Հնդկաստանի հետ երկկողմ գործակցությունից բացի Հայաստանը կարող է եւ պետք է համագործակցի բազմակողմ միավորումներում։ Այս տարվա մարտին Հայաստան էր այցելել Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը, Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասելույցում հույն նախարարը նշել էր, թե երկու երկրները կարող են հաջող համագործակցություն հաստատել պաշտպանության ոլորտում նորարարական լուծումներ փնտրելու հարցում։ Դենդիասը հաջողված էր համարել Հայաստան, Հունաստան, Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությունը պաշտպանության ոլորտում եւ հնարավոր համարել Հայաստան, Հունաստան, Ֆրանսիա, Հնդկաստան քառակողմ համագործակցությունը։ Ոլորտում։ Միևնույն ժամանակ մենք ունենք եռակողմ պաշտպանական համագործակցություն Կիպրոսի հետ եւս, ինչպես նաև այլ եռակողմ, քառակողմ համագործակցություններ Հնդկաստանի, Ֆրանսիայի հետ։ Երկրներ, որոնք ընդհանուր ընկերներ են թե Հայաստանի, թե Հունաստանի համար։ Ընդհանուր առմամբ կրկնվելով ասեմ, որ Հունաստանը ավելի քան վստահ է, որ բոլոր տեսակի խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Մենք սկզբունքորեն դեմ ենք ցանկացած ռազմական գործողության այս տարածաշրջանում։ Մենք գտնում ենք, որ խաղաղությունն է կարևորագույնը, ուստի կողմ ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը միջազգային օրենքի շրջանակներում։ Եվ այժմ զրուցելու եմ ռազմական փորձագետ Ապրի Արմենիայի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանի հետ։ Բարի երեկո, պարոն Ներսիսյան, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Պարոն Ներսիսյան, սկսենք այս վերջին, դիտարկումից, որը ես ինչպես հիշեցրի, Հունաստանի պաշտպանության նախարարն է շարել Հայաստանում, հնարավոր համագործակցությունը քառակողմ ձևաչափով Հունաստան, Հնդկաստան, Ֆրանսիա եւ Հայաստան։ Այստեղ իհարկե բնականաբար կարևոր է հասկանալ, թե այս քառակողմ հնարավոր համագործակցության ձևաչափի առանցքավորն է լինելու։ Այստեղից կարող ենք հետևություն անել, որ այն ոչ թե գաղափարական, արժեհամակարգային, այլ բացառապես աշխարհատնտեսական է լինելու։ Ինձ թվում է, որ այդ ինիցիատիվան շատ կարևոր է, այստեղ մենք խոսում ենք առաջի հերթին պարզապես անվտանգության ոլորտի համագործակցության մասին, որտեղ բոլոր այս երկրները նշված իրար հետ ունեն շատ լավ կապեր, Հայաստանն էլ նաև ունի շատ լավ կապեր համ Հունաստանի, համ Հնդկաստանի, համ Ֆրանսիայի հետ, բոլորը իրար հետ կապված են ու հենց ռազմական ոլորտն այստեղ դրայվերը ամենամեծ, նույն օրինակ Ֆրանսիայի ու Հունաստանի հարաբերությունները այս վերջի մի քանի տարին շատ մոտիկ են արդեն նրան ինչ որ կարելի է կոչել ստրատեգիական
ինչ-որ բլոկի, պարզապես բոլոր երկրները նշված որոշ խնդիրներ ունեն Թուրքիայի հետ, հատկապես դա պարզա, որ Հունաստանն է, դա Հայաստանն է եւ Հնդկաստանն էլ է հիմա բավականին այդպես ծանր հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։ Դրա համար ռազմական համագործակցությունը ստեղ այդ 4 երկրի ինքը կարա բոլորին համար շատ հետաքրքիր լինի, եթե մենք խոսում ենք Հայաստանի մասին, ստեղ մենք ունենք շատ մեծ փորձ, օրինակ օդային ուժերի կիրառման Հունաստանի կողմից, մենք ունենք շատ մեծ փորձ ֆրանսիական բանակի ու շատ մեծ արդյունաբերություն ռազմական Ֆրանսիայում, նույնն էլ կա Հնդկաստանում, այդ ամեն ինչը իրար մենակ կարող է ուժեղացնել ու պարզապես եթե մենք խոսում ենք, որ մենակ Ֆրանսիան օրինակի համար քիչ է նրա համար, որ Ադրբեջանը ու Թուրքիան զսպել լինի, այս 4 երկրի ձևաչափը ինքը գրեթե ավելի մոտ է նրան, ինչը որ կարա մեր հարևանների հետ հարցերը լուծի ինչ-որ ձևի։ Իսկ պարոն Ներսիսյան, այս հնարավոր քառակողմ ձևաչափի պլանավորման գործում կարևոր դերակատարություն չպետք է տրվի նաև օրինակ նույն Վրաստանին եւ Իրանին, ինչ որ տեղ, ինչ որ փուլում նաև գուցե Ռուսաստանի մոտեցումներին, որովհետեւ մտածել թե Իրանը կգնա, այսպես ասենք, հա, Ռուսաստանի պատկերացումներին հակոտնյա պլանավորման ճանապարհով, այսպիսի նախագծերում, կարծես թե այդքան էլ իրատեսական չի թվում։ Ստեղ պետք է աշխատել պարզապես բոլորի հետ, բայց եթե մենք հավատանք նրան ինչ որ այսօր տեսնում ենք, որ Պարսկաստանը օրինակ այդքան էլ ինչ որ սուր ռեակցիա չի ցույց տալիս Հայաստանի նոր հարաբերություններին, որ Ֆրանսիայի ու Հնդկաստանի հետ է, ստեղ գրեթե ավելի երևի Ռուսաստանին դա դուր չգա ու դուր չի գալիս արդեն, բայց եթե մենք խոսում ենք Պարսկաստանի մասին, ես ինչքան հասկանում եմ, հենց կոնկրետ Ֆրանսիայի հետ կապված պարսիկներն էլ ավելի հանգիստ դիրքորոշում ունեն, ինձ թվում է ինչ-որ չափով ինքը նման է նրան, ինչ որ հենց Ֆրանսիայի դեսպանը ասեց, որ պարզապես երկրները խնդիր ունեն իրար հետ, բայց Հայաստանի այս ռեգիոնալ խնդիրները, այդտեղ մենք խնդիր չունենք, նույն կողմին ենք գտնվում։ Այդ իմաստով, եթե ռազմական բազայի մասին ՆԱՏՕ-ի երկրի Հայաստանում խոսք չգնա, ինձ թվում է մնացած ամեն ինչը Պարսկաստանի համար պետք է որ ընդունելի լինի։ Իսկ Վրաստանը այս առանցքում ինչ նշանակություն եւ դերակատարում ունի։ Վրաստանը ինձ թվում է այդտեղ մենակ այն դեպքը բաստիոնների հետ կապված, որ իրանք թողեցին այդ սենքը օրինակ ֆրանսիական հասնի Հայաստան, ցույց է տալիս, որ իրանք ուզում են, չեն ուզում, եթե իրանք ուզում են պահպանեն իրանց տեղը ՆԱՏՕ-ին մոտ երկրի, իրանք չեն կարող փորձել խոչընդոտներ ստեղծել ինչ-որ այս process-ներին, որտեվ իրանք ունեն հաստատներ ստորագրած ՆԱՏՕ-ի հետ, որոնք չեն թույլ տալիս իրանց արգելք դնել որևէ օրինակ լոգիստիկայի հետ կապված ինչ-որ գրուզերի ռազմական, եթե իրանք գալիս են Հայաստան։ Վերջերս դրա համար ես չեմ տեսնում Վրաստանին ինչի պիտի դա այդքան խանգարի սենց ասեմ։ Տարվա սկզբին մամուլը ակտիվ գրում էր, որ իրանական կողմը արգելափակում է հնարավոր ռազմամթերքի տարանցում իր տարածքով դեպի Հայաստան, մասնավորապես խոսում էին դա հնդկական զենքերի մասին եւ այլն, եւ բավականին արդեն այս նախորդ շաբաթ էլի մամուլը ակտիվ գրում էր, որ իրանական կողմից մի քանի ռազմաինքնաթիռներ են ժամանել Հայաստան, մասնավորապես Երևան եւ այլն։ Ինչ է փոխվել այս ընթացքում, որ Իրանը փոխել է իր մոտեցումները։ Ես շատ զգուշ եմ մտածում, որ պետք է խոսալ ու մեկնաբանել այս լոգիստիկ խնդիրների մասին, որտեղ պարզապես դա բավականին դժվար
դիվանագիտական թեմաներ են եւ ամենակարևորն նա է, որ դուք տեսնում եք, որ Հայաստան ինչ-որ պատվիրած զենքերը վերջում մեկա գալիս են, ասենց ասած։ Ոնց է դա կատարվում, դա երկրորդ հարցն է, պարզապես տեսեք, ասենք ինչ քանի հատ բարձր մակարդակի այց եղավ Պարսկաստան այս մի քանի ամսվա մեջ։ Ինձ թվում է, որ դա բավական է հասկանալու մասին, որ եթե խնդիրներ էլ կան, կողմերը զբաղվում են այդ խնդիրները լուծելով։ Իսկ Հունաստան-Հնդկաստան այդ համագործակցությունը կամ գործակցությունը պաշտպանական ռազմական ոլորտներում ինչով է կարևոր մեզ համար։ Մեզ կարևոր է, որ երկու երկրներն էլ բավականին մեծ փորձ ունեն, հատկապես եթե մենք Հունաստանի մասին ենք խոսում օդային ուժերի կիրառման, եթե Հնդկաստանի մասին ենք խոսում սարային պատերազմի հետ, մեծ փորձ ունեն ու մենք էլ պետք է այդ տեղը գտնենք, օրինակի համար մեր մասնակցությունը գտնենք այդ տարբեր ուչենյաներին, զորավարժություններին համատեղ, որտեղ դա թույլ է տալիս բանակի որակը պարզապես բարձրացնել, որտեղ առանց զորավարժություն լավ բանակ չի կարող լինել։ Պարոն Ներսիսյան, վստահ եմ տեղյակ եք, որ քննարկվում է Եվրոպայի խաղաղության հիմնադրամին Հայաստանին միանալու հնարավորությունը, այլ եթե Հայաստանը դառնա շահառու սրան, հա, սա էապես կփոխի Հայաստանի կշիռը։ Ինքը ոնց որ այտենց ավելի օգնական ինչ-որ մեխանիզմ կլինի, պարզապես շատ մեծ գումարների մասին այդտեղ խոսք չի գնա, եթե մենք նայենք Վրաստանի ու Մոլդովայի փորձը, տարին ասենք 50, 60, 70 միլիոն դոլարի մոտավորապես կարգի օգնություն է դա լինելու ու ոչ լետալ օգնություն, բայց պետք է հասկանալ, որ երկրին մեկա պետք է այդ ոչ լետալ սարքավորումները, օրինակի համար նույն ռադիոլոկացիոն կայանները, ասենք են նույն ռադիոլոկացիոն կայանները, որ Ֆրանսիայից են գնել 3 հատ, այդ նույնը կարար ելներ օգնություն, օրինակի համար, հենց մոտավորապես այդ գումարի էլ այդ կգար, դրա համար դա մեկը օգտակար է, դա օգնում է, դուք ոչ լետալը անվճար ստացաք, կարաք այն գումարը, որ մնաց, ծախսեք արդեն ուղիղ ինչ-որ լետալ զենք գնելու համար։ Դրա համար ինքը սենց ասած ավելի տակտիկական մակարդակի օգնություն կլինի, բայց ինձ թվում է, որ ամեն ինչն էլ կարևոր է, ոչ մի բանից հրաժարվել չան։ Այո, խոսում են նաև այդ հիմնադրամին միանալու դեպքում կիբերանվտանգության, լոգիստիկայի հարցերի հետ կապված, իսկ դուք որքանով եք հավանական գնահատում, որ Հայաստանը կմիանա այդ հիմնադրամին, կդառնա դրա շահառու։ Դժվար հարց է բավականին, դե քննարկումները բավականին բաց իրանք գնում են ու դրա մասին հենց եվրոպական կողմն է ասում, որ պետք է Հայաստանը լինի, պետք է որ Հայաստանը ինչ-որ ձևի այդ ձևաչափի մեջ լինի, ինձ թվում է ինքը կապված է նաև, ասենց ասած, Եվրոպական միության եւ Հայաստանի զարգացումներից, իրանց համագործակցությունի զարգացումից, եթե ինքը առաջ շարժվի, Հայաստանը կստանա դա վերջով։ Շնորհակալ եմ դիտարկումների համար։ Հարգելի հեռուստադիտողներ, զրուցում էի ռազմական փորձագետ, ապրի Արմենիայի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանի հետ։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, հուսամ եթերը ձեզ հետաքրքիր էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։